Քոչարյանի հանդեպ ով որ բան ասել, չէ, տանում էր ուղղել սպանում էր միանգամից։ Առանց Ումա սպանել։ Ռոբերտ Քոչարյանը ումա սպանել։ Շատ մարդիկ է սպանել ինքը։ Շատ մարդիկ։ Կարամ մաններ, չեմ կարա մաններից վրա հաշվեմ դաժե։ Հաշվելու բան չէ դու ասեմ քանակը։ Ինչքան մարդ է սպանել։ Արցախը տված էր միջև Նիկոլի գալը։ Արցախ եպեք գործերը դա չասեք, դա միայն կարող խապեք ուրիշներ։ Ուրիշներին Արցախ գործերը կեր ժամանակ երբ որ երկերը քանդել եք տնտեսապես, քանդել են Ռոբերտը, Սերժը, Լևոնը, մենք ինչ պոտենցիալով պետք է կռվենք Արցախի դեմ։ Ասում եք Լևոնը, Սերժը, Քոչը, բայց հիմա եկել է Սամվել Կարապետյան ու ասում է ես կհզորացնեմ այս երկրը։ Խիստ եմ կասկածում։ Հզոր երկերը քանդեցին իմ հզորացնում են։ Ու իր թիկունքին կանգնած է Պուտինը։ Մի րոպե, ես ձեզ մի բան ասեմ։ Նախ եւ առաջ ես շատ եմ կասկածում Սամվել Կարապետի կապիտալի հնարավորությունները արդար ճանապարհով չի վաստակված, քան որ Ռուսաստանը մեծ ամբողջ կատյորի ես գիտեմ ոնց է փող աշխատում։ Երկրորդ, պատերազմի ժամանակ որտեղ էր։ Այդ միլիարդները թափեր հանուն էր ժողովրդին։ Նորից եկել եմ Գողանը։ Նիկոլ Փաշինյանը եկել նախկիններից շատ է թալանել։ Լավ արել։ Սա դու գործ արել ինքը։ Չգործ։ Դնեք։ Էնի գործ արել։ Նայեք։ Նիկոլը որտայել է, որտեվել է Փաշանել է։ Ինքն են իր մատները լիզել է։ Լավ։ Դուք այդտեղից շատ տակ նստած խոսում եք։ Ոնց թե լավ է արել։ Եթե թալանել ասում եմ։ Եթե թալանել է, չի թալանել, ոնց է թալանել ու լավ արել։ Թալանածները, մանկապարտեզներ, դբրոցներ, ասֆալտներ, այդ է թալան այդ մարդը։ Իր համար ոչ տղյակա սարք է, իր համար ոչ Դե թալնի, բայց ես ուզում եմ։ Աշխատել է, չաշխատել։ Յա, մենք դու չես աշխատել մեկ ելնի։ մենք չենք հավատար դու Սամվել Կարապետյանի կողմից գաս։ Չի։ Որովհետև Եկել եմ իրանց քարոզան։ հա շատ էլ լավ է անում, կարած Էդի գնաս։ ով ա որ է սա։ Սամվել Կարապետյանը չեք ճանաչում։ Չեմ ճանաչում։ Նարեկ Կարապետյան չեք ճանաչում։ Չէ։ Ասեն Նիկոլը բոմժ է, իրենք են։ Հա, Բուրկինա ասե։ Հա, Բուրկինա ասե, Բուրկին Ինչ կարաբոր։ կարծիք ունեք դրա մասին։ Ոչ մի կարծիք չունեմ, ինչ կարծիք ունենամ, դրա ելույթները լսող ինչ կարծիք կունենան Անե ջան։ Ում ելույթն։ Այդ Նարեկա ինչ է, Նարեկի։ Բայց մարդը նորմալ խոսում է, չեք վիրավորվում։ Ու շատ անհաս, խակ, ինքը չի խոսում։ Ուրիշ խակ։ կասետը խոսում է ինքը դերանա բացում Չեք փակում։ ընտրի իրենց։ Եթե մարդը Հայաստանին չի ծառայե, բանակ չի ծառայե, ինչի ընտրեմ ես իրան։ Ինչ Նիկոլ Փաշինյանը ծառայել է։ Նիկոլ Փաշինապաստանի Հայաստան է եղել։ Ծաղայել աշխատում է երեխեն։ Երեխաս Նիկոլ Նարեկ ջան, պարոն Փաշինյանը արդեն 7 տարի ծառայում Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար։ Իրենք էլ են ծառայում, հեծը ծաղկեցրել են։ Չենք տեսել մենք։ Մենք իրանց Հա։ Լավելի։ մենք իրանց աշխատացնել ենք տեսնում, պարոն Փաշինյանի աշխատացնել ենք տեսնում։ Մենք շատ գոհ ենք։ Ես էլ տեսնում եմ իրենց աշխատածը, Փաշինյանի աշխատածը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մենք ժողովուրդս, հայ ժողովուրդը։ Մեծամասնությունը Ինչ։ Այս ժամանակ դուք որտեղ եք, որ իրանք աշխատում են։ Իրենքով։ Ում եք, դուք ում բան Ես եք։ Սամվել Կարապետյանի կողմնակից եմ։ Իրա կողմնակից ես։ Նրանք ինչ են արել այստեղ։ Դու այս ժամանակ ծնված Նայեք, ծնված չէ։ բայց լավ էլի Նիկոլ Փաշինյանը ով է, փողոցից գնաց Չէ իշխանության։ փողոցից գնացել, լսում լա։ Արդեն դու բան եք կանում։ Փողոցից գնա փողոցային մարդ է դա։ Նույն բանն ինձ ասած։ Օրինակ Նարեկ Կարապետյանը ասում է Նիկոլ Փաշինյանը բոմժ է։ Ես էլ եմ իրան ասում, ես էլ իրան եմ ասում բոժա։ Ով։ Բանը, Կարապետյանը։ Բայց մի բան ասեմ, իրենց թիկունքին Պուտինն է կանգնած։ Իսկ ով Նիկոլ Փաշինյանը։ Կանանցը գնանք ոտների տակ ընկնենք։ Մեջքինել մեկ են կանած։ Բայց մեր պետությանը կոքն են, է տենց։ Այդ միկրոֆոնը վեկալ։ Կարա գնանք ձեր գործին։ Խոսում եմ, բայն։ Բայց մի վարքան դուք ընտրազանգված եք, ես էլ եմ ընտրազանգված։ Ես էլ իրենց եմ ընտրում, ինչ եք վիրավորում ինձ։ Բայց դուք չեք ստիպում ասում ես մարդը սանցարել են Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընդունում։ Ես դրան չեմ ընդունում, վերջ։ Ես դրան չեմ ընդունում։ Ու դրան նմաններին։ Լավ, ինչ ունի Նիկոլ Փաշինյանը արած այս երկրի համար։ Ինչ ունի։ Ինչ ունի, թվարկեք։ Արատում։ Ինչ չի արել։ Իրա այս 5 տարվա մեջ այս մեր գյուղում ես անձամբ այս գյուղի համար եմ ասում 70 տարի ոչ մի բան չի արվել բայց այս տարվա մեջ դպրոցը կառուցվում է մանկապարտեզը ավարտված է փողոցները լրիվ ասֆալտած է էլ ինչ անի այդ մարդը Ես ձեզ թվարկեմ
Թե իմ ձևովականները, մեր ձևովականները որ կան ինչեր են անելու։ 300,000 աշխատատեղ են ստեղծել։ Ուր էից են ստեղծելու այդ աշխատանքը։ Այդ ուր էից են ստեղծելու։ Սովետի ժամանակ չկա այդքան տեղ։ Բա լավ չի, սովետի ժամանակ լավ եք ապրել, հիմա ավելի լավ կապ։ Երեխիմ տրեստ է, որ ամենամեծ բանն էր, գործարան տեղներ։ Հայ էլեկտրան, որ ամենամեծ հիմնարկն էր։ Այնտեղ այդքան մարդ չէ։ Թոշակները կբարձրացնեն, թոշակները կբարձրացնեն։ Հələ բարձր էլ ինչ ես ուզում։ Բարձրացնեն էլի։ Խիչ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանը։ Սա փողոցան կերանն։ Նորից եկել եմ գողանա։ Նիկոլ Փաշինյանը եկել նախկիններից շատ է թալանել։ Լավ արել։ Սա դու գործ արել ինքը։ Չգործ։ Դե նայեք, Էնի գործ արել։ նայեք։ Նիկոլը որտայել է, որտվել է, բաժանել է, ինքն են իր մատները լիզել է, լավ Դուք այդտեղից շատ տակ-տակ նստած խոսում եք, ոնց թե լավ է արել։ Եթե թալանել ասում եմ, եթե թալանել է, չի թալանել, ոնց է թալանել ու լավ արել։ Թալանածները, մանկապարտեզներ, դպրոցներ, ասֆալտներ, այդ է թալան այդ մարդը։ Իր համար ոչ տեղյակասարք է, իր համար ոչ Դե թալնի, բայ չես ուզում եմ։ Աշխատելու է, չի աշխատել։ Յա, մեկ դու չես աշխատել մեկ ենենի։ Երկատ գիծը։ Գնամ Քոչարյանի մոտ։ Ես։ Հա ինչ, Քոչարյանը ավելի լավ չի, քան Փաշինյանը։ Նստենք դուզը խոսենք։ Ուզում ես քեզ այս գյուղացիք ծեծես, ստեղից լալեն, այդպես բան չկա Նարե ջան։ Փաշինյանը մենակ Արցախի ժողովրդին ինչքան օգնություն ա տվել, դա մի Աստված ա գիտում, բայց 30 տարի առաջ որ ժողովուրդը փախստական են եղել, Լևոնի ժամանակ ա եղել, հետո Քոչարյանի, դաժե մի հատ ձետ չի տվել։ Մի բան ասեմ, վաղը մեզանից լավ։ Վաղը Սամվել Կարապետյանենց հանրահավաքն է, չեք գա։ Չէ, չեն գա, մենք Փաշինյանին ենք ընտրելու ենք միջև վերջ, ապա մենք հայրենասեր մարդիկ ենք, այսինքն ժողովրդի մեծամասնությունը Ասում են իրանք թուրքահպատակ են, հայրենասեր։ Մենք գիտենք մենք ով ենք, ժողովրդի մեծամասնությունը Փաշինյանին է ընտրում, պարոն Փաշինյանին, իսկ փոքրամասնությունը ով որ Քոչարյանի, Սերժի, անցյալ մարդկաց մասն է, նրանց մաֆիան։ Ապրիլյանի հետ զրույց արի։ Ես որպես հանրաբնակներից Բագրատաշյանի 67 թվականին դեռևս որ գյուղինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող էի, եկել եմ պրակտիկա այստեղ։ Բագրատաշյանը նմանում էր գյուղաքաղաքի դերախտավայ իրոք։ Եվ ես ասում էի ոնց կլինի որ այստեղ աշխատանք տեղավորենք։ Հիմա այս քայքայման process-ը հետո որի հիմքը դրեց պարոն Տեր-Պետրոսյանը, Բագրատաշյանը նորից նմանում է դերախտավայրի։ Բայց Քոչարյանի ժամանակ ախոր վատ չեք ապրել, ինչի չեք գնա։ Շատ լավ գիտեմ Քոչարյանի ժամանակ ոնց եմ ապրել, ես եթե առիթ կլինի մի անգամ եկեք որևէ падգամավորի հետ, ես բան շատ գիտեմ, շատ բան կարամ Ես մատուցել։ ինչ պակաս եմ падգամավորներից եկել եմ, ասեք։ Եկել եք ասեմ, ես ժամերով պետք է խոսեմ, որովհետև ասեմ, ես հնաբնակներից եմ, գիտեմ ինչ է կատարել, ինչ է։ Ասեք Ռոբերտ Քոչարյանը ինչ ա արել, որ այդքան ասում եք Քոչարյան, հա Քոչարյան։ Երկիրը սա Խանդելա։ Քոչարյանը։ Սա Մի վարքան, դուք ասում եք Քոչարյանը ծախելով, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք մենք Արցախ կորցրեցինք։ Արցախը տված էր միջև Նիկոլի գալը։ Արցախ եպեք կորցրել դա չասեմ, դա միայն կարող խապեք ուրիշներին։ Ուրիշներին Արցախ կորցրել է ժամանակ երբ որ երկիրը քանդել եք տնտեսապես, քանդել են Ռոբերտը, Սերժը, Լևոնը, մենք ինչ պոտենցիալով պետք է կռվենք Արցախի դեմ։ Ասում եք Լևոնը, Սերժը, Քոչը, բայց հիմա եկել է Սամվել Կարապետյան ու ասում է ես կհզորացնեմ այս երկիրը։ Իսկ եմ կասկածում, հզոր երկիրը քանդեցին իմ հզորացնում են։ Ու իր թիկունքին կանգնած է Պուտինը։ Մի րոպե, ես ձեզ մի բան ասեմ։ Նախ եւ առաջ ես շատ եմ կասկածում Սամվել Կարապետի կապիտալի հնարավորությունները արդար ճանապարհով չի վաստակված, քան որ Ռուսաստանը մետ ամբողջ կատյոլի ես գիտեմ ոնց է փող աշխատում։ Երկրորդ, պատերազմի ժամանակ որտեղ էր։ Այդ միլիարդները թափեր հանուն էր ժողովրդին։ Որևէ կողություն որ Փաշինյաններից փաստորով պատուցեք։ Օրինակ եմ Կողություն։ Մի վարքյան։ Կողություն ոչ մեկ էլ չի արել, կոծկելով։ Պետական միջոցները յուրացրել։ Կոնկրետ փաստ ես չեմ հավատում, ես փաստին եմ հավատում։ Դե դուք կոնկրետ փաստ բերեք, որ մնացածներն են։ Կոնկրետ փաստ, նախագահի աշտարակ ամսական ինչքան էլ հանրապետության 400,000 դրամ, բայց 200 միլիոն որտեղից է, բացատրի ինձ։ Ինձ ցույց տուր նրա ցակումը, որ կապիտալը հանցավոր չի։ Ապացուցից որ հանցավոր կապիտալ չի։ Բայց այն ժամանակ էլ դպրոցներ, մանկապարտեզներ միշտ էլ կառուցվել է, ճանապարհներն էլ։ Ո՞նց մեկ չգիտեք սա ինչ է կառուցվել, չի կառուցվել։ Շնաբուն էին սարքել, դե դպրոց էր կառուցել։ Դպրոցն է շնաբուն։
Այն վաղ որ սարքել ինք ինչ ճանել։ Հիմիկանը չեմ ասում։ Այն արդեն բանց ճանաչվեց։ Չեն ծառայել, գիտեք։ Ոնց չգիտեմ։ Ով չի ծառայել։ Ինչ պարտադիր է ծառայեն։ Նիկոլ Փաշինյանն էլ հիմա ասում է եկեք չպատերազմենք։ Մարդիկ այն ժամանակվանից չեն ծառայել, չեն պատերազմել։ Տարուկես 2 տարի չեն պատերազմում, այդ ինչի՞ց է։ Նիկոլիտ չի, որ չի պատերազմում։ Ոնց թե ես Դուք պետք է ասեք։ Ժողովուրդը ազատ։ Ես հարց եմ տալիս։ Դե ես էլ հարց Հավատում եք այդ խաղաղությանը։ ոնց աշկ սա տենում, ոնց թե աշկով ենք Կարը տենում։ նաղդի ծառայումա խաղաղատեղեն։ Հա։ Ոչ մի կրակոցի չի վախենում ծառայումա։ Սնունդը տեղին, հագուստը տեղին, քնելը տեղին, ամեն ինչ կարգին։ Նիկոլ Փաշինյանն է այդ մի երկու բանով ձեր աչքը փակել է մի խոսքը։ Բանով չի փակել մարդը մեր աչքի։ Չի կարող մեր աչքերը փակի, մենք ունենք մեր սեփական տեսողությունը, մեր սեփական գիտակցությունը։ Այն անգամ որ Սերժ եկավ ստենդերության, այս հրապարակ այդ Արսանի դեմը 20 քառակուսի ասֆալտ արին, որ Սերժիկը կայնի այդ ասֆալտի վրա։ Այդ 20 քառակուսու վրա։ Իսկ հիմա այս գյուղը 3 հատ ճանապարհ է սարքվել։ Այս հրապարակն է սարքվել ասֆալտով, որ ոչ մի մարդի ոտ չի ցեխոդում։ Այդ տարբերությունը կար։ Այն վաղ տանը մեն որ Սերժի կոշիկը չի ցեխոդվի, մեր արել են որ ժողովուրդը հանգիստ ապրի։ Լավ ապրի, մաքուր ապրի։ Այդ ձև ա եղել։ Դուք ինչ կասեք։ Դուք ինչ կասեք։ Ես մեր մեծեր Դուք եք նիկոլական։ միշտ մենք պետականամետ են մի հատ գրետ այն ասա Ինքը այդքան ալգազեր տղամարդ էր, Արցախի Ինքը մի վարքան ինքը ասում է ես միակ տղամարդն եմ, ոչ թե հայրեն ասել, այլ միակ տղա։ Ղարաբաղը ոտքի կանգնեցներ, չմնար Հայաստանում, ինքը իր միսիան կատարեց այդտեղ, թող գնար Ղարաբաղով իրան պահում, Սերժին էլ հետը վերցներ, տաներ, ծաղկացներ, շնացներ, պահեին չտային թուրքերի։ Արցախը ծաղկած էր, ինչ էր եղել Արցախ։ Մեր հաշվին էր ծաղկած, Հայաստանի հաշվին էր ծաղկած, ինչքան օգնություն, այդ ինչի էին արտասահմանից օգնությունը ցույց էին տալի ուրախ ընդունում են ամոթ, չէ՞։ Թող աշխատեն իրանք ստեղծեին։ Հասկացանք, բա Սամվել Կարապետյանին չեք ընտրի։ Չէ։ Ինչի։ Ինքը լավ բիզնեսմեն է, Ինքը թող մաքուր բիզնեսներով զբաղվի, բայց քաղաքական գործիչ նա չի հանդիսանում։ Դրա համար պիտի հատուկ Ինչ գիտեք, եթե չի փորձել։ Ինքը լավ խոստումներ ա Դելա, ինքն է ասել, որ ինքը չի զբաղվելու քաղաքականությամբ։ Մարդ պետք է ընդունակություն ունենալա։ Ինչ։ 44 օրյա պատերազմին ուր դեր Սամվելը։ Իրա տեղը Ռուսաստանում։ բերելում էր պետք։ Ինչի է եկել մի Հայաստան։ Որպես ինչ։ Էնակ թող բերեն, քան ժողովրդին տաներ Ռուսաստանի կողմից հայերին։ Ժողովուրդ։ Թող բերեն գնան պայքար։ Մեր ձևով գիտեք ինչ է նշանակում։ Գիտեք։ Նշանակում է, որ հիմա Սամվել Կարապետյանը գալու է Ռոբերտ Քոչարյանի ձևով շարունակի, համաձայն չեք։ Ոչ, ինքը չի գալու, ինքը չունի Հայաստանի գրանցում, ինքը դաժե պատգամա, որ ինչպես մեր Փաշինյանը Պուտինին պատասխանեց, ինքը չի կարա։ Ինչ Սամվել Կարապետյան։ Սամվել Կարապետյան։ Գործարար Սամվել Կարապետյան։ Այսօր ով այս Հայաստանի համար տանջվի, ով այս Հայաստանի համար արարի, ինչ որ միած Սամվել Կարապետյան գա, ո՞վ Նիկոլ Փաշինյանը, մեր ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանի հետ միացին։ Այսօր որ այդքան կտկտանքներ են տալի խեղճ Նիկոլ Փաշինյանը, այդքան խոսքեր են ասում, դա ինչի շնորհիվ է, որ ինքը տվել է ժողովրդին ազատություն։ Լավ, բայց ով է Նիկոլ Փաշինյանը, փողոցով եկավ։ Մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն այն մարդը, որին սիրում ենք, վստահում ենք ու ընտրելու ենք մինչև վերջ։ Որ ասեն զոմբիներ են, որ ասում։ Թող ասեն զոմբիները նրանք են ովքեր ասում են։ Նրանք իհարկե են զոմբիները, որ զոմբիացրել են իրան, որովհետև նրանց ուղեղով են մտածում, ոչ թե իրանց ուղեղով։ Ամեն մարդ պետք է իր սեփական ուղեղն ունենա։ Մենք ինչ տեսնում ենք, այն ենք հավատում, մենք չենք լսում ոչ մի ասեկոսների։ Հասկացանք, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին, քո հովերժինքը չի մնալու։ Դե կարող է հետո ինքը ունենում է այն տեխնատուն, որին մենք հետո իա շնորհիվ ընդունում ենք։ Հետո ով գա էլի իրա բերածը պետք է լինի, ըստ Մենք չգիտենք իա բերածը կլինի թե ումը։ Էդի հետոն կերևա, թող հիմա գնա իա հունը, մնացածը հետո կերևա։ Մարդու մասին դատում են իր կատարած գործերով, աշխատանքով։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն նույն ոգով պետք է շարունակի այս երկիրը առաջ տանել։ Իմիջիայլոց մի քանի օր ես մի հատ կոմենտարի եմ կրել, դրամայից նեղացել եմ, որ շատ կոպիտ է, արտահայտում եմ ճիշտ եմ անում։ Ինչու որ եթե այդ մարդը տենում եք
Երկրի վիճակն է բարելավ։ Բարեփոխումները տեղին, կենսամակարդակը բարձրանում, թոշակառուների հոգսահոգում, երեխեք հոգսահոգում եւ ամենակարևորը, այդ մարդու երկրի զարգացման համար մեկ պրինցիպը դա գրագիտությունն է։ Այդ մարդուն մենք ոնց չպահենք, ոնց չկարենք մեջքին, իսկ եթե ինքը ապացուցեց, որ մի անգամ ընտրել երկրին ու իրողակն է, բա պաշտի որ ժողովուրդն ընտրել է, մենք ինչա չենք հասկանում, ինչա կա։ Սամվել Կարապետյանը գրագետ չի։ Գրագետը բայց աշխատակերտում չեմ տնում։ Ինչ իսկ ավարտել։ Ուր ավարտել, ոչ մի տեղ չի ավարտել։ Կամ փողը աշխատել է մարդ, ուրեմն գրագետ։ Յուրաքանչյուր մարդ նանե ջան կարա փող աշխատել։ Հաստատ գիտեմ ինչ ճանապարհով աշխատել։ Որովհետև Ռուսաստանում այդ բոլոր մախինացիաները գիտեմ ինչպես են փող աշխատել։ Ես էլ եմ 3 տարի այդ կատյոլի մեջ պատտվել։ Փողը աշխատել։ Հիմա ուզում է գա Հայաստանը զարգացնի։ Հա որ, դե թող նախորդ այդ միլիարդներից 3-4 միլիարդ տնես երկրի բյուջեին, ժողովրդի ֆոնդին ասակա, այս ինչ մարդ է եղավ այս ամառը։ Առանց ընտրվելու դնի։ Ես մի բան ասեմ, դա իմանալական տեսակետն է։ Ես չգիտեմ, դուք երևի ժամանակ չկաք, երբ որ Փաշինյան Նիկոլը այլ ընտրանքը ստեղծեց, այլ ընտրանքով առաջ անգամ մտել խորհրդարան։ Այս տարածում նոյեմբերյան տարաշրջանում դա մի ձայն ես եմ տվել, լեփցի ծաղում են որ մի ձայն հավաստակ, ես այդ տղի մեջ տեսել եմ պոտենցիալը, ունակությունը, կարողությունները եւ ամենակարևորն ամբողջ մարտնչելու ոգի կար, կաղնելու ոգի։ Դե լավ, մի րոպե ընդունում են, բոլորն ուզում են լիդեր լինեն։ Բա լիդերն եք ժողովրդին համախմբեք, հանեիք ոտի։ Քիչ համախմբեցիք, ինչի՞ մի հատ Փաշինյան Նիկոլ կարողացավ անի դա։ Տեսնում եք, չէ՞ մարդիկ շնորհությունների տերը։ Դուք ինչ կարող եք ժողովրդին ապահովում նորոշեք, ապա տեղեկացրեք, դե մենք լավ կախենք ինչա կատարում։ Ես այդ ընդամենը մի խնդրանք ունեմ։ Վերջերս հիմա կանջել ուրանկել, որ հակակակտային կայանքները ուզում են հանեն ինչ-որ։ Այս ռեգիոնը պատահության վրա է նստած այս ռեգիոնում։ Դա մեր կենսակերպն է, մեր ապրելակերպն է պատահությունը։ Ես խնդրում եմ հարցը դուք բարձրացնեք որպես լրագրող։ Եթե այդ հակակտայի կայանքների աշխատանքը անվեց, մենք պատրաստվելու ենք։ Մենք դրա հույս ենք ստեղծում, հատուցություն զարգացնում։ Ես դրա համար եմ ասում, որ դա այնպեսի ցավոտ հարց է, որ Իսկ եթե Սամվել Կարապետյանը այդ հարցերը լուծի, չի կարող, շատ կներեք, շատ լավ։ դուք այնքան վատ եք տրամադրված, այդ մարդը դեռ ոչինչ չարած, չի կարող։ Ով ասում, որ Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ տեսել ենք, այդ ենք ասում 30 տարի Սամվել Կարապետյանը Հայաստանի համար ինչ արել։ Այդքան ժամանակ ինքը միլիարդատեր մարդ է։ Ինչ արել Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը միջև իշխանությունը ինչ արել։ Հայաստանը ցաղկցրել է նախ։ Քոչարյանը, օրինակ Քոչարյանին Ես Քոչարյանի համար ընդհանրապես չեմ ուզում պատասխանեմ, անունը չեմ ուզում լսած եղնեմ։ Մարտի 1-ից ես եղել եմ, մարտի 1-ից ես եղել եմ պայքարի մեջ, միջև հիմա ինչ տեսել եմ իր արածները, չեմ ուզում սկի դաժե դրա մասին խոսամ։ Ձեր խաթր կարայի պատասխանել, բայց պատկերացեք չեմ ուզում պատասխանեմ։ Իսկ Սամվել Կարապետյանի համար մենակ մի բան կարամ ասեմ, եթե մի մարդ 30 տարի մի ոլորտ կառավարել է եւ իր համար եղել է սեփականշնորհված հեծը եւ նա եթե դրա վրա թքած ունի 100% ես չեմ բացառում, որ ընտրություններից հետո Աստված միանացել, որ ընդհանրապես թքած կունենա, կարամ մի օր ասի թքած ունեմ հայ ժողովրդի, հայ վրա, մեր երկրի վրա։ Ենթադրենք ընտրվում է։ Ենթադրենք ես դա ասում եմ, բա ոնց կարելի է 30 տարի մի ոլորտում աշխատել։ Ենթադրենք ընտրվում է Սամվել Կարապետյանը։ Ձեր կարծիքով ինչ կլինի հետո։ Դե դա գիտեք դուք ինչ եք ասում, ես իմ ինչ շաներից եք ասում եմ։ Դա ես դատելով մեր ժողովրդի կարծիքները, ես տենում եմ, որ ընդհանրապես դա Բախտագուշակ եք, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը ծաղկացնելու է այս երկիրը։ Նանե ջան, Նիկոլ Փաշինյանին մարդ պետք է կույր լինի, կույր։ Ես նախ գնահատում եմ իմ գյուղի մտավորում մեծերին, իրանց կարծիք ինձ համար շատ մեծ բան է։ Կողմի մեծ կա, ով Քոչարյանական է, ու այստեղ չի։ Որովհետև չենք դա ուրանալ չի կարելի։ Մարդ պետք է լինի կույր, երկու աչքով կույր, որ չտեսնի վարչապետի արածը, կառավարության արածը։ Հիմա ես որ փող բաժանեմ, չեք ընտրի Սամվել Կարապետյան։ Քեզ կընտրեմ, բայց իրան չէ։ Փողով։ Չէ, իմ համար չէ, ես որ փող բաժանեմ Սամվել Կարապետյանի համար չեք։ Նրանց է ձայնավակում։ Չէ, Սամվել Կարապետյանին չեք ընտրի։ Իսկ Նիկոլի մոտ փող չկա։ Դուք չեք ընտրի փողով։ Ոչ։ Շատ փող։ Չէ, ոչ, Նարե ջան, ոչ, մենք ընտրել ենք Փաշինյանին, մինչև վերջեր իր կողը կանգնած ենք։ Բայց ինչ արել որ փող էլ չեք ուզում։ Աշխատել է մեր համար։ Փող, շատ փող, տանք ընտրեք Սամվել Կարապետյան։ Թքած ունեմ փողի վրա։ Ես ինքս փողից աշխատում եմ։ Ինձ պետք չի ոչ մեկի տված փողը կաշառք, դա կաշառք է նշանակում։ Իսկ մենք դրա դեմ պայքարում ենք այսօր։ Ոչ։ Միանշանակ ոչ։
Այս ամենի փողը մենք կդանք իրան։ Արտեզ են կառուցում, մեր ճանապարհը։ Այ ապրես։ Դա մեր փողը։ Ով է կառուցում։ Շեփեջինցի։ Հարցը ասեմ, որպես դրագրող մի հաստատ դեպի։ Դուք ինչպես եք գնահատում դրագրող կոչվող որոշ այդտեղ մարդկանց գիտակցական մակարդակը եւ վարչապետի բրիֆինգի ժամանակ մամլոյի ժամանակ ասում է, իսկ դուք հաշվել եք որտեղ եք հայտնվել, դա ինչ ասելու բան է, չէ՞ որ դա վարչապետի մեր երկրի կառավարության դեմքն է դա։ Դուք ո՞նց եք ասում, իսկ դուք գիտեք որ ընտրություններից ունեք։ Ես դա համարում եմ Նիկոլ Փաշինյանի սխալը։ Դա սխալը չի, հենց ցավը է որ նրանք սխալը ընդունում են որպես ժողովրդավար։ Դա սխալ չի Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն ա տվել, բայց սխալը։ Հիմա դուք հնարավորություն ունեք դիմեք այդ լրագրողներին, ովքեր իրենց տենց են պահում։ Ես շատ գրող համացանցով դիմում եմ, ասում եմ մի կարծիք, որ էթիկա ունեցեք, տարրական որ դուք վարչապետի հետ եք խոսում, երկարաշի դեմքի։ Ինչ արժանակում, իսկ դուք մտածել եք որ որտեղ կամ ինչ արժանակում ծերունը մերունից կարող շատ կներեք, դրանք կապը կտրածներ են, սանձարձակներ են։ Եվ մի անգամ բանը Սուքյասյանը որ մենք միշտ մակարոնում ենք ասում։ Նա շատ խելացի մեկին ասավ, հետո ո՞ց է դիստիացիան տվել այդ։ Որ ասավ ռադեղ եք գնացեք ո՞ց որ դու իսկ ես հաճոտամ։ Շատ ճիշտ ասավ, ես շատ եմ հավանում այդ մարդու գործելավոճ, հատկապես դրագրողների հետ։ Բայց դու ով ես, նախ եւ առաջ տարական հարգանք դիմացի նկատմամբ կուլտուրա, վարչապետին ասում ես դուք մտածել եք որ եք հայտնվել։ Նա պատասխանեց որ 4 քրեակատորական հիմնարկում էլ հայտնվել է, ես գիտեմ որտեղ կարամ հայտնվել շատ։ Դե լավ հետարքիր է, միջև պետք է աշխատեն զարտուի ճանապարհներով մեզ տագնանան, փառքասու ես բարձ ասեմ։ Ժողովուրդը շատ լավ է գիտակցում է, շատ լավ է հասկանում է, շատ լավ է տեսնում է։ Հետարքիրա թե ինչ եք ուզում, երիտասարդ կադրեր են մեծանում, նոր հասկացող մարդիկ ջայլներ, ապագան իրացնա, էլի ծերակույտին եք ուզում հետ բերեք տեղ նստացնեք, որ ես երկրի աշխը հանեն, չէ, չի լինելու։ Ես տարիք սարած մարդ եմ, ես 80-ին եմ գնամ։ Ես միշտ գտնում եմ, որ ուղին պետք է տար երիտասարդին, հասկացողներն նրանք, տաղաններն։ Փաշինյանն էլ երիտասարդ չէ։ Բայց նա գիտեք, որ անում հանում երիտասարդան, հանում երկրի ապագայի, բայց երկիր տերեն հանում երիտասարդան ինչ էին անում։ Ինչ են անում լավ։ Մենք գիտենք 44-յան նովահրահերը շատ լավ ինֆորմացիա է մեր ժողովուրդը տեղեկացված է, թող չփորձեն ոչ մեկին ցանկացած մարդու ինչ որ ապատեղեկատվություն մատուցեն, չի լինելու, մարդիկ եւ հասկանում են եւ գիտակցում են։ Ինչ եղել։ Ես պետք է ասեմ ինքը ումտրի, կամ ինչը չի տեսնում ինքը։ Ես ընդհանրապես մի բան կարամ ասեմ, դա իմ կարծիքն է։ Ընդհանրապես անկախ նրանից Հայաստանի Հանրապետության վարչապետ ով է Նիկոլ Փաշինյանը, դե ինչ որ մի մարդ, եթե այլ երկրում, օտար երկրում քո կողմնակիցները, քո Տաշիրի Սամո, Ռոբերտ Քոչյան այրում են այդ երկրի վարչապետի նկարը, դրանց մասին արդեն պարզակարծիք ինչի մասին է։ Դա կապ չունի վարչապետի նկարն են վառել, Նիկոլ Փաշինյանը, դե ինչ որ մեր վարչապետը ուրիշ մարդ է։ Դա իրանց կողմնակիցները Մոսկվայում չէ, ուզում է Իտալիայում եղնի, Գերմանիայում։ Եթե մենք դրանից արդեն եզրակացնում ենք, մենք ու մեծ գործ ունենք։ Քոչարյանի հանդեպ ով որ վատ բան ասել, չէ՞։ Տանում էր ուղղել սպանում էր միանգամից։ Արանց Ում է սպանել։ Ռոբերտ Քոչարյանը ում է սպանել։ շատ մարդիկ է սպանել ինքը։ Շատ մարդիկ։ Կարամ մաններ, չեմ կարա մաններից վրա հաշվեմ դաժե։ Հաշվելու բան չէ դու ասեմ քանակը։ Ինչքան մարդ է սպանել։ Փորձեք լավ 5 հոգի մի սենց դրեք հերթով հաշվեք։ Հաշիվը շատ է։ Նման ազատություն Հա, իրոք եմ ասում։ Իսկ կարող ինքը նորից գա, բայց արդեն իրոք զարգացնի երկիրը։ Դու այդպես բան չի կարող անիկը։ Ինքը չի զարգացել ու չի զարգացնի ժողովրդին։ Կարող է դեմը չեն դե։ Նանա ջան, նման ազատություն երբևիցե լրագրողներն ունեցել են։ Նման ազատ խոսքի։ Չէ, դե ես եղել եմ, գիտեմ էլի, ես բոլորս մեծերս գիտենք, որ փակ է եղել։ Ինչ որ քաղաքացիներ եթե ուզեցել է Ռոբերտ Քոչյանի ինչ որ մի հատ հարց տա, 2 ամիս առաջ ինստրուկտաժ են արել, նա հարց տա կամ չտա, կամ հարցի ճիշտ ձևը։ Իսկ հիմի Փարքասու 5 տարեկանները Հիմա ձեզ որ լսեմ, Հայաստանը այնքան լավ վիճակի մեջ է, բանդիմադիրներն այդքան ինչ են խոսում։ Ուրեղնես որ չնկատես բարեփոխումները ոնց կարելի է չնկատել։ Փողով են խոսում, փողը տալիս են, կանգառներում կանում, ժողովրդին կան ասում փողը տալ։ Այո։ Աբյուզնիկներ էլի։ Մենք հայրենասեր ենք, Արցախը հետ կբերենք։ Լրիվ սուտ է, աղջիկ ջան, լրիվ սուտ է։ Ես չեմ հավատում, դուք հավատում եք։ Մի բան ասեմ, օքեյ, սարքել է մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, առողջության ապահովագրություն 50 տարի հետո այդ ոչ մեկ չի հիշելու, բայց հիշելու են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախը կորցրել ենք։ Դրանպես
Ինքն է կորցրել, Քոչարյանն է կորցրել, Նիկոլը չի կորցրել։ Նիկոլ Փաշինյանն էր կորցրած Արցախը։ Մեղրին տալիս էր, ինչի համար էր տալիս։ Մեղրին փոխանակում էր Արցախի այդ որոշումը ով էր կայացրել։ Նանո ջան, Քոչարյանը։ Քոչարյանը։ Բայց չփոխանակեց, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք Նանո ջան, մի հատ ասկոմել, ես խնդրում եմ։ Արցախը գիտեք երբ են կորցրել։ Երբ որ մեր հայ ժողովրդի հարյուրավոր հազարավոր մարդիկ, ես իմ աչքով տեսել եմ ռուսական մաքսակետի մոտ Թերեքյապին 25 ավտոբուս կանգնած ժողովուրդը ոնց որ գնչուական մի թափառախում հայերը մեր այդտեղ սպասում եմ որ տեսնեն Ռուսաստան գնան այն ժամանակ որ իրանք քանդելով երկերը պարտադրեցին արտակարգ ժողովրդի այն ժամանակ Արցախն աղջիկ ջան երբ որ մեր ինտելեկտուալ խավը թողուց հրացավ երկրից երբ որ մեր արհեստավորները թողին փախան երկրից Արցախն արդեն այն ժամանակ տված էր ես չեմ կարող ասել որևէ միջպետական կամ որևէ կառավարական դեմքերի կազմակերպած դավադրության մասին որովհետև փաստեր չկան ես չեմ ոնց որ իմանում եմ փաստերը բայց երբ որ աչքով տեսել եմ մասսայական արտակարգ ընդորում որ արտակարգում են Այն մարդիկ, որոնք պիտան են այս հասարակությունը, դա գիտակցված էր կատարվում։ Իսկ ես բարձ ասեմ, դա իմ անձնական կարծիքն է։ Հայաստան տնտեսապես քայքայելը դա հատուկ մտածված, ծրագրված աշխատանք էր, որպեսզի ժողովրդին ծնկի բերեն։ Այսինքն դա մի քիչ որ կոպիտ ասենք, բարձ ասած գենոցիդի մի տեսակ է։ Եթե մեր մտավորությունը դուրս է գալի երկից մտավորականությունը, բայց դա գենոցիդից է ինչ է, դրանից լավ գենոցիդ չեմ հասկանում ես։ Ես իմ սեփական ազգի պատմությունը շատ լավ գիտեմ, բոլոր տաղանդավոր դեմքերն լավ գիտեմ։ Չէ՞ որ Դարերի ընթացքում կողոպտել են մեր ժողովրդի ինտելեկտը, թալանել են։ Բայց 120,000 արցախցի դուրս եկան, չի Արցախից, դա գենոցիդ չի։ Գենոցիդ է, բայց մեղավորն ով էր։ Ով էր։ Ըստ իմացի ինֆորմացիայի դաշնակցությունը եղավ։ Ով ինչ անի դաշնակցությունն է մեղավոր։ Ես ասում ըստ իմ իմացած Շատ վստահ ասում եք այո։ Այո, ես գիտեմ։ Այնա այս մարդն են ասում, ես էլ եմ ասում, բոլորս էլ ասում են, որ իրանք Հիմա ձեզ մի հարց եմ։ ասալ Նիկոլ Փաշինյանը շատ լավն է, բայց Նիկոլ Փաշինյանն ասում էր Սերժ Սարգսյանին մերժենք, Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, բայց վերջում դուրս եկավ իրար հետ միասին նստած են ազգային ժողովում։ Այդ դրան ինչ կասեք։ Մի մեր մեջ է դες կարող մարդիկ ելնեն, իր հետ նստած կարտ են խաղում։ Ուրեմն մի քիչ այն հին հունական դիցաբանությունը օրինակ բերեմ, միջև Լեռնային հիդրալ շոշափուկները չվերացվի, իսկ շոշափուկները կառավարության շենքից ազգային ժողովի շենքից այն ժամանակվա գալիս են իջնում միջև համայնքի մակարդակ։ Այն միջև դա չմաքրվի, դուք չեք կարող ժողովրդին ստիպել ռեալ ընտրության։ Չէ՞ որ նրանք խեղաթյուրում էին։ Նրանք ամեն գնով քիչ են տեսել աչքոց ոնց է կալոտով փոբրը փարքասու այնքան եմ հանձնաժողովի անդամը վտավտանձու ես միշտ եղել եմ տեսել եմ չէ իրականությունը որն է մի մոլերեսները ժողովրդին մենք գիտենք որ այդ շոշափուկները պետք է համայնքների գյուղերի մակարդակով մաքրվի քերվի Նիկոլ Փաշինյանը պետք է մաքրումից եք պահանջում ինքն աղեք Ոչ Նիկոլ Փաշինյանը չարչարում է իսկական իրավական խանգար Այդ ընդդիմադիրները Ընդդիմադիրները այսօր նստած են ազգային ժողովում Ինչ անենք Ինչ անենք Բա ինչ գործ ունեն Մենք էլ ենք նստած բայց մեր մեջ չեն կարող այդ ձևի մարդյանի Մերժեցինք բայց դեռ մերժված չեն մի հատ էլ նստած են ազգային ժողովում Ազգային ժողովում նստած են, որովհետև նրանց արմատները շատ խորն է, պարոն Փաշինյանը չի կարողանում դրանց դեմն առնի։ Նրանց արմատները շատ, Քոչարյանի արմատները շատ խորացած է։ Դրա մա չի կարողանում։ Եթե Քոչարյանը մարդասպան է, բայց ազատության մեջ է, հիմա ես էլ հերթով սպանեմ, ինձ էլ բան չի լինի, դուրս է գալիս որ հա բա։ Եթե գլխավոր մարդասպանը ազատության մեջ է, ուրեմն մեր երկրում մի բան են չի։ Որովհետև նորից ասեցի, նրանց արմատները շատ խորն է, հետո իր դատավարությունը հələ գնում է, որ կբերի ապարտ պահանջը կհանձնի պետությանը ինքը, ինչքան պարտ կա պետությանը կհանձնի, հետո մնացածը հետո կերևա։ Այս ընտրությունից հետո շատ բան կփոխվի։ Ինչ։ Այդ ընդդիմությունները ոչ կմտնի ազգային ժողով, ոչ այսինքն Քոչարյան Սերժի մաֆիան։ Ռոբերտ Քոչարյանը գնում է, Սամվել Կարապետյանն է գալիս։ Երկուսին էլ հովանավորում է Վլադիմիր Պուտինը։ Դե, հա, այդ էլ ասու, շատ հարցական է գալու է թե չէ։ Ոնց գան էցել նստելու են էցել գնալու է։ Մեկ է ժողովուրդը կանգնած է մեր վարչապետի կողքին, ճիշտ է, մեր ներվերն են սղոցելու։ Այն լրագրողների հետ միասին մեր ժողովրդի ներվերն են սղոցում, որ իրաց այն անտակտ հարցերը տալիս են։
ասում եք ինչա փոխվել, ինչը չի փոխվել։ Այն ժամանակ լրագրողը իրավունք ուներ, Մանվեր Գրիգորյանի կաղա հիշեք, որ մոտիկացավ լրագրողը հարց տվեց, ինչ պատասխան ստացավ, չեմ ուզում ասեմ։ Իսկ հիմի լրագրողը առնում կանգնում, այն ինչ բառեր ասում։ Կամ 18 տարեկան երեխան, ձեռը ինչ երեխա։ Ձեռը երկարացնող որ վարչապետի խփի։ Այդ սաղ է լրագրողների այդ ընդդիմության շնորհքով այդ երեխան գնաց զո։ Այնքան այդ ուղեղը լցրել էին, որ Փաշինյանը վատա, որ այնքան իրան Ռեմբոյի դերի մեջ էր մտել, ձեռը երկացրել է վարչապետին, բա կարելի է։ Ինչ Կաշանյան դաստիարակ պետք է ինես։ Նիկոլ Փաշինյան լրագրողներն են։ Այդ ինչ հարցեր են տալի Փաշինյանի, չեն անում։ Փաշինյանը ընտրակաշառք չի բաժանում։ Ոչ, չեմ տեսել այսքան ժամանակ, ոչ տեսել եմ, ոչ էլ լսել եմ։ Ինչ։ Ինքը գողացած փող չունի որ բաժանի։ Ինչ գիտեք։ Գիտենք որ ասում ենք աղջիկ ջան, որ գողացած փող ուներ կբաժաներ։ Շատ վստահ։ Բայց անկեղծ էլի, որ փող տա Սամվել Կարապետյան իրեն չկընտրի։ Աղջիկ ջան, ոչ չուզում եմ, մենք եթե Սամվել Կարապետյանի փող ապեք, մենք կտանք իրան։ Հանգանակությունը տանկի չէ։ Հա, ինչ։ Տղերքով հավաքվեն կտանք եթե իրան փող ապեք։ Մի խոսքով չեք ընտրի, ոչ է Քոչարյանը։ Աղջիկ ջան, ավելի լավ է չհարցնես նորից։ Իսկ Սերժ Սարգսյան։ Ոչ։ Թե պապս հետ կգա, Սերժ Սարգսյանը կընտրեք, եթե պապս մեռած տեղից հետ գա։ Այդքան անհնար է։ Անհնար է։ Շատ կներեք, էլի մենք քաջ գիտենք դուք, ով եք։ Շատ լավ գիտենք այո տեղեկացուցեք։ Բայց մի րոպե, ես ասում մի բան խնդրեմ, քաղաքականությունը ընտրությունը մի կողմ։ Սա գյուղի աշխատավոր տղերք են, քարտենքով վաստակում են։ Ես դες խնդրում եմ, դուք որպես լրագրող, Պապոյանին ասեք նախարարին, մասնագետ, ես եկես գյուղատնտեսության մասնագետ եմ, այստեղ մեր խնդիրները շատ են գյուղատնտեսության բնագավառում։ Եկեք Մենք ձեզ հետ մեկնաբանենք, ներկայացրեք վերևը այսօրությամբ մեզ համար մտահոգող մեկ հարցը դա գյուղատնտեսությունն է, որովհետև ժողովրդի շատ, եթե սկսեմ, միայն դա չի, շատ, եթե սկսեմ, ես դրա մասին բազմիցս ահազանգել եմ շատ երկար տարիներ, հատկապես ֆիտոսանիտարիայի հարց կա, մեզ մասնագետ է պետք, ես դրա մասնագետն եմ, միայն հանրապետությունում ես իմ աշխատանքի ընթացքում Ես կես տարի աշխատանքի փորձում եմ, իսկ այդ վերջ տարին ես 4 կարանտին օբյեկտ եմ հայտնաբերել որպես մասնագետ, որը դրսից է մտնում։ Ինչքան ես ոնց են ասում հանուն ձայն անապատի չէ, բարբար անապատի, ինչքան ես ասի, ես լսեցի, ոչ մի դրական տեղաշարժ։ Ինչ որ մի դեպքի համար ես ստիպված դիմել եմ հանգուցում։ Բան ասեմ, ես հիմա սա կփոխանցեմ, բայց ընտրություններից հետո հասարակական կազմակերպություն ենք բացելու ու Հանրապետության տարածքով մանենք գալու այ այսպիսի խնդիրները բարձրաձայնելու ենք։ Հետո էլ կարանք զբաղվել։ Շատ խորն է արմատները, չափազանց խորն է, որովհետև ժամանակին այնպես է խեղաթյուրել այդ կառույցը, որ ընդհանրապես ես ասել եմ, ես ասել, բայց ով է պատժում, այս մարդիկ, որովհետև գրպանից են փոխհատուցում այդ վնասը, կարանտին օբյեկտները, որովհետև քիմիկատները շատ թանկ են։ Ոլորտները շատ լավ գիտեմ։ Կարող է ձեզ ներկայացնել որպես լրագրող, այդ Գաբրիել Արմոն դեմագոգ է, չգիտեմ, կլիարուզնիկա, ինչը ոչ։ Ես իմ մասնագիտական բարձրության վրա գտնող մասնագետ եմ, քանի որ հանրապետության համար առաջի դեմքերի հետ եմ աշխատել, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արաքելյան Արտո, գիտությունների դոցենտ Գրիգորյան Ալֆրեդ, ֆիտոպաթոլոգ, վահանակիրների կոնստիտուցիայի մասնագետ Բաբայան Հայկ, շատ լավ, նրանք ինձ որակավորում տվել են, ես ով եմ, ըստ սրանց որակավորում ինձ համար քամիա, ինձ համար կապ չունի։ Առասարվադության մեզ դեմ մեր ժողովրդի ցավը տեղից է գալիս, մարդկանց պետք է տեր կանանել, սատար կանանել, օգնել, իսկ եթե Նիկոլ ընտրվելուց հետո Այս խնդիրները դուք գաք, ես ձեզանից այս շնորհակալ եմ եւ Բաղդասարյանի հողի աշխատավորներից հետ միասին շատ շնորհակալ կնեմ ձեզանից։ Ընտրությունները յուրաքանչյուրը ունի իր կարծիքը, կընտրի, բայց մեր համար խնդրեմը գյուղատնտեսությունում շատ խոր։ Հիմա դուք հարցրեք Փաշինյանին, ինչի Ռոբերտ Քոչարյանը նստած չի։ Հարցնում եմ, պարզ ասում եմ, նկարահանումը արեք, մենք էլ հարց ենք տալի մեր ժողովրդով, ինչու նստած չի։ Ինչի ազգային ժողովում։ Դե իմ ազգային ժողովում ես չգիտեմ, միտեղ կարող ընտրվել են իրանց ասենք տոկոսային այլ մտել են ազգային ժողով։ Բայց ասենք մենք տեսնում ենք այսօր ազգային ժողովում ինչ է կատարվում։ Ինչ։ Քանդում են երկիրը։ Այս 5-6 տարվա մեջ մենք տենում ենք ինչ շատ կներեք կապիկություններ է կատարվում ազգային ժողովում։ Սամվել Կարապետյանին կընտրեք։ Սամվել Կարապետյանի հետ ես ասենք առնչություններ չունեմ, բայց որպես քաղաքական մասնագետ ես իրան չեմ ընտրել։ Ինչի՞։ Որովհետև ինձ քաղաքականությունից շատ հեռու է։ Իսկ Սերժ Սարգսյան։ Ոչ, հների մասին вообще ընդհանրապես խոսք պետք է չլինի։ Եթե նոր ուժեր կան,
Ասենք նոր ուժեր հասկանալով ես կարամ ասեմ օրինակ Շիրինակ կուսակցություն։ Որ ասենք խելացի մարդը նա իրավունք ունի մտնի պարլամենտ։ Որպես ընդդիմադիր թեկուզ ուժ։ Որ կարող է նա իր գաղափարներով երկիրը զարգացնի։ Լավ, եթե Քոչարյանը այդքան վատն է, ինչի ազգային ժողովում, ինչի է հայտ ներկայացնում իշխանության։ Ամեն ինչ ես պարզ ասեմ։ Գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանից։ Հարց է ծագում, որ ասում եք Ղարաբաղը տվին։ 94 թվականին, երբ որ զինադադար կնքեցին, այդ պարոն Տեր Լևոն Պետրոսյանը ինչու չբերեց Ալիևի հորը նստացնի իր դեմը, ասի դες ստորագրի, որ պրեզիդենտ ես գալի Հայաստանը, Ղարաբաղը Հայաստանն է, եղել է, չէ՞ այդ խոսակցություն։ Նայեք, տարիներ անցան ու Արցախը հանձնվեց։ Անցավ տարիները։ Այս իշխանության օրոք կորցրինք, չէ՞ Արցախը։ Ջեբը ամեն ինչը։ Հիմա ասում են Նիկոլը տվեց, բայց իրանք են տվել։ Ինչի տենց չի։ Ոչ, այդպես չի։ Այդպես չի։ Որովհետև ասում եմ 94 թվականից այդ հարցը արդեն պետք է դնել սեղանի շուրջ։ Զինադադարի կնքման օրվանից։ Որ առաջ ասել։ Այդ մասով ինչ կասեք։ Էդի հեքիաթա որ դուք ասում եք։ Չէ, ես չեմ ասում, ինքը ասում է Նիկոլ Փաշինյանը բոմժ է։ Անոջան, ես այդ հարցը հասցնել էի։ Բոմժը իրանք են։ Այդ Կարապետյան Նարեկը հենց նոր ծառայել է բռնես դրա, հենց նոր, բրխի չէր ծառայել։ Ես այս հարցը եմ տանի։ Դերով ցույց է տալիս, ասում է նայեք, ես ինչ թվին ուզեցել եմ ծառայեմ, ինձ չթողեցին։ Դες բան չեմ ես տեսել։ Չթողեցի սուտ են ասում։ Սուդը փողով, որ սուդը խոսած։ Հա? Սուդը փողով չի։ Ինչու եք վստահ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ճիշտ է խոսում, մնացածները համ սուտ են, համ մարդասպան են, համ թալանչի են։ Էլի Նիկոլ Փաշինյանը այնքան որակով է խոսում, որ սա ժողովուրդը իրան լսում։ Մի խոսքով ձեզ համոզել է։ Չէ, երկու Սերժն ու Քոչարյանը սաղ Հայաստանի մանկապարտեզները, դպրոցները օտարեցին, սաղ ծախեցին տվին, ես շատ եմ կլուբների տվին ասիմ ալիգարխների, չէ, խոփաստա։ Չէ, միակ է, մի բան։ Հեմի այս մարդը սարքում է դրանք, են մնացածներն էլ հետ են բերում։ Ինչի Նիկոլ Փաշինյանը դղյակներ չունի արդեն նախկինների նման։ Հայաստանում եք դպրոցներ, մանկապարտեզներ ունի, քիչ ունի մարդը, ճանապարհներ։ Ես մի բան ասեմ, էլի միջև Քոչարյանն ու Սերժը Սարգսյանը Հայաստան երկիրը քանդել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ունա պետք է առաջինը պատասխան տա։ Հայաստանը քանդելու համար, թե էկոնոմիկապես, թե տնտեսապես, թե ամեն ինչով։ Հետո նոր անցնենք Քոչարյանին, հետո նոր գանք Սերժին։ Դուք ավելացնելու բան ունեք, ասելու բան ունեք։ Ավելացնելու մենք գոհ ենք մեր վարչապետից, իր կողքին ենք, գնահատում ենք իր աշխատանքը։ Ամենակարևորը, որ ես մեր թոշակառուների ծերերի բուժումը անվճար է, անձամբ ես թոշակառու չեմ, չունեմ ծնողներ, որ թոշակառու են, բայց շատ ուրախ եմ, որ մեր երկրի թոշակառուները այսօր գնում են անվճար վիրահատության։ Շատ գոհ ենք, հարգում ենք, սիրում ենք, իր կողմնակից ենք։ Մի 100 հատ էլ ձայն մեր կողմից իրանում։ Երաշխավորում եմ։ Անոջան, մի բան էլ ես կավելացնեմ, Հայաստանի սահմանը սկսվում է Բագրատաշենից։ Եթե մեր Բագրատաշենի, մեր մեծերը, մեր մտանորականությունը մտածում է, որ 90%-ը մտածում որ վարչապետը ճիշտ քայլի վրա, ուղի վրա, ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունը Բայց ինչ եք մի քանի հոգով 90%-ի անունից խոսում։ Ստեղ նստած մարդիկ մի քանիսը չեն։ Ստեղի նստած մարդիկ մեր գյուղի կորիզն են։ Մեր գյուղի մեծերն են, հարգանքով են իրանց միտքը, իրանց կարծիքը ժողովրդի հետ համիջական շփվում են եւ Բագրատաշենը միշտ էլ աչքի անգել ճիշտ գնահատականով, մենք միշտ եղել ենք պետականության կողմը, ինքնիշխանության կողմը, միշտ եղել ենք։ Մենք չենք ուզեցել, որ մեր երկիրը ինչ-որ մեկի վասալն եղնի, ինչ-որ ծայրագուբերնացում եղնի կամ ինչ-որ մենք ունենք մեր եսը, մեր վարչապետը տանում է մեր եսը, առաջատանում այդ Չեք ամաչում, որ այդքան վարչապետ, ոնց կարելի է ինչ-որ մեկին այդքան գովել։ Ցավը տանեմ, ես մի բան ասեմ, միայն երկու աչքը պետք է մարդ կույր լինի, որ այս մարդուն չգնահատի չտենա։ Հիմա ես կույր եմ։ Մենք երբևիցե նման ոչ դպրոց, ոչ փողոց, մեր հարևան գյուղը Դեբեդավանի գյուղի են, ամենավերջ գետափից միջև Հայաստանի մեղրի ասֆալտը։ Մենք առաջ որ ստեղից իջևան ենք գնում, նանեջան գնում ենք 3 ժամում։ Իսկ մի 40 Քոչարյանը գիտեք ինչ է ասում։ Ասում է, եթե ուզում եք իմ արածը չգնահատեք, չտեսնեք,
Հայաստանի մի ծայրից մյուսը ասֆալտը քանդեք, ես եմ արել։ Ասեք, թող ինձ կան ճիրամոտ ինձ հարց տա։ Ինչ է արել Բագրատաշեն։ Մեկ ես չեմ կարող ուրիշ տեղ հիմա պատա։ Բագրատաշենի համար թող գա ցույց տան, որ հա թող երկուստե գա ցույց տան, որ մի սանտիմետր մի բան են արել։ Ոնց ինքն է Սերժներ։ Իրանց արած լավ գործը։ Թող ցույց տան։ 10 տարի Քոչարյանը 10 տարի Սերժը ինչ արին Բագրատաշենում։ Նրան էլ հաշվի չեմ արում, էնի պարավա, էնի հետ, էնի արդեն մեզ պետա անցել է։ Ինչ են արել։ Ես նոր հիշեցի։ Ես խնդրում եմ մի ստիպեք։ Մի քիչ մեկ էլ չափերն անցնեք, ախր դրանց իշխանավարության տարիներին Ստիպում եմ չափերը անցեք։ Ես եմ եթեր տալու անց։ չափերն ասնում մենք ենք ասնում չափերը, ես եմ ասում։ Գիտեք ինչու, որովհետև մենք դրանց իշխանավարության տարիներին տեսել ենք ինչ է կատարում Բագրատաշենի մոստի վրա, Սադախլուի մոստի վրա, կազմակերպած թալան, որի համար ես կարող որ հարց հասցի նախկին ազգային ժողովին, որտեղ ես մտերմությունն է դեմոկրատների հետ։ Հիմա թալան չկա։ Ոչ, թալան կա, ինձ փաստվեք։ Ինձ փաստվեք։ Դուք ասում եք թալանում ես, ասում եք չէ։ Երևի ինդիմադիր լրագրողներին ուղարկեմ այստեղ։ Ուղարկի իմ կողմ։ Իմ մոտ ուղարկի։ Ասեմ փաստը աչքս կողի, բայց ես իրաց աչքը հազարով փաստեր կողեմ, թե ինչ են կողացել, ինչեր են կողացել։ Դες հարու չեմ կեմ, դրանց իշխանության տարիների տանաթալան ժամանակ մենակ իմ տունը գիշեր ընթարկվել է զինված ռզբույ, թալանի։ Եվ առասորվա դուրթան պետ գործը չի բացահայտում։ Ինձ կողոպտել են նստացել զրոյի վրա։ Ինչու, որովհետև շատ լավ գիտեմ, քանի անգամ հայտարարել եմ, որովհետև այդ բիզնեսը, որ ես աշխատում եմ օրինական ճանապարհով, հարկե մեծ բետոնում ոցում եւ կեսաթոշակային, ես հայտնել էի ում ճանապարհի ֆլեշի եւ նրա հովանավոր պարոն Սերժիկի ճանապարհին։ Ռազմոյի կազմակերպեցին այդ ոլորտից, որովհետև ես հարկային հետ աշխատում եմ, օրինական կանչեցին գերագույն դատախազություն ճշմարտ տակ կողեցին։ Սերժ Սարգսյանը մարդասպանի համբավ չունի, այդպիսի բաներ է արել։ Բայց լավ գիտեմ, Սերժ Սարգսյանը ես չեմ ասում, նա շատ լավ տաղանդավոր մարդ է, որ ունի լավ անալիտիկ ուղեղ։ Ես միայն կցանկանայի, որ այդ անալիտիկ ուղեղը ծառայել իշխան ժողովրդի։ Ոսե իրանց հաստատման, այն լրագրողի հայտնագործությունը ջերվեժի տունը չեք տեսել, թե ինչա կատարում մակապարտեզի կողքին։ Դարի տեղեկացված է, ախր այդ Ինչ տուն, ես չեմ տեսել։ $5 միլիոն արժեքով տուն է, դուք չեք տեսել, բարեղեք նոր կամպյուտերը համացածում ամեն անգամ մեկ տեն մեկ դուք չեք տենում, լավ էլի։ Այդ տունը ես եմ նկարել։ Այդ տունը ես եմ նկարել։ Շատ էլ լավ ես արել, դե ուրեմն տունը որ նկարել եք, այս ժողովրդին մատուցում եմ, որ այս մեր քրտինքն է, այս մեզ այնց են։ Ինչ վատ է, մարդը ստեղծել է ապրում է։ Ստեղծել է։ Աղջիկ ջան, 50 տարի թույն տալով աշխատել եմ սովխոզում, ես կարողացել եմ ընտանիք բեմ իմ երեխեքին կուրտնտա։ Պետք է չի ես Սովխոզում եք աշխատել, ինքը ղեկավար, բա պետք է ապրեր։ Կներեք, սովխոզում աշխատել եմ, տարեկան մի մեքենայի գումար պրեմիա խրախուսում եմ Ինքն ստացել։ 5 մեքենայի է ստացել։ Որտեղից փաստերը վերապացուցի։ Երկրի ղեկավարը է եղել։ Ղեկավարը թատերից իմ չի որ միջոցների տերը։ Ուրեմն կողացել է ժողովրդի ունեցվածքը։ Ժողովրդից կողացել է, մենք չգիտենք։ Մի բան էլ ավելացնեմ, որ հարցնում եք, ասում եք, ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Ինչ արել է կառավարությունը։ Ես ինչ թվարկում եմ, ինձ թվում է։ Չէ, դա արդեն շաբլոնա որ ասում եք, ասում են, ես ասում եմ, ոռոգման ջուր ըստ պահանջի ունենք։ Ըստ պահանջի, դաժե գորդեր են կրկռում։ Խմելու ջուր ըստ պահանջի ունենք։ Կրուգլասուտը չնի։ Ինչն է, առաջ չի եղել, շաբաթներով չի եղել։ Ոռոգման ջրի մար գյուղում լապատկով կռիվ ա եղել, ջարդել են իրար, հիմի ըստ պահանջի ժողովուրդ ջան, սուտ եմ ասում։ Ոռոգման ջուրը այնքան ակալի, որ խեղդվում է ծառը։ Ունենք ոռոգ, այդ նույն ջուրը չի եղել, նույն դեպեթը չի եղել, այսօր մենք ունենք Պաստանի խմելու ջուր, Պաստանի ոռոգման ջուր, Մարսպետարանը մեզ համար հասանելի է, Մարսպետը շաբաթը մեկ տարածք է մտնում, բոլոր շինարարությունները Մարսպետի ուշադրության Դեք որ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ է հասանելի։ Հեսա մի րոպե ասեմ։ Չէ, ասեմ, տարբերությունը Մարսպետարանը հասանելի է, ինչ որ մի բան Մարսպետին զանգում են կամ դիմում ենք 3 րոպեից այդ հարցը պատրաստ է։ Այսինքն ինքը ոչ թե մարդ է ուղարկում, անձամբ է գալիս, ոլորտը ստուգում։ Բա դա բարեփոխում չի։ Օրինակ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը անձամբ հանդիպեց քաղաքացիների հետ։ Նա հասանել իրաց մարդկանց հետ։ Նա հանդիպել է իրաց մարդկանց հետ։ Ես էլ եմ ասում եմ վաղ Ռոբերտ Քոչարյանին հարց տալը 3 ամիս առաջ գալիս էր հատուկ ծառայությունները հարցնում են ով է հարց տալու եւ սկան տող էին տալի կանը պետք է հարց։ Իսկ մեզ մարդը 5 տարեկանն էլ է հարց տալի։ 5 տարեկանին էլ է գրգում 50 տարեկանին էլ է պատճում, ադե ընդհանրապես չի կարելի համատել էլի